Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Հայր ցերկերուտ մեջ գավանտեմ հոգիս։ Ներերենց այս մեղքը։ Սուրբ Ստեփանոս նախավգային այս խոսքերը իր վերջին խոսքերը դարձան ուղենիշ քրիստոնյա բոլոր եկող սերունդներուն եւ ցույց տվավ բոլորին իր այս խոսքերուն մեջ են թե քրիստոնեությունը հանգիստ ապրելու խոստումը չէ, քրիստոնեությունը թյուրին կյանքի հրավերը չէ, քրիստոնեությունը հաճույքներու եւ վայելքներու ետևե վազել չէ, այլ հանցնառություն, նվիրում եւ երբեմն ալ նահատակությամբ վկայություն։ Եվ այս բարերով Սուրբ Ստեփանոս իր աչքերը երբ կփակեր, դեսավ երկինքը բացված, Աստծո միածինը հոր աչքոմը ոտքի գեցած, որ գարձեք պատրաստ էր զինք ընդունելու երկինքի արքայութենեն ներս։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու գոմե գոչվի նախասարգավակ եւ նախավգա, որովհետեւ երբ առաքյալները Քորսկարակելոցի թրվակին մեջ են եւ կծանոթանանք թե ինչպես առաջին սարգավակները գանչվեցան ծառայության, առաջին անունը որ գիշվի Սուրբ Ստեփանոս նախասարգավակն է։ Բայց ոչ միայն Սուրբ Ստեփանոս գոչվեցավ ծառայելու Երուսաղեմի քրիստոնյա համայնքին, որովհետեւ առաքյալները կծանրաբեռնվեին եւ չէին հասներ Աստծո խոսքի քարոզությամբ սպաղելու, սարգավակները այդ բաժին, այդ մարդասիրական, բարեսիրական բաժիններ որ գլրացնեին, բայց Սուրբ Ստեփանոսի համար գսվի թե անով չեր բավարարվեր։ Իր կորձը միայն բարեսիրական, մարդասիրական կորձերն էլ չէր, այլ կքարոզեր, կվգայեր Քրիստոսի մասին, Աստծո իմաստությամբ եւ շնորհքով լեցուն մարդ մներ, հրաշագործություններ կգադարեր եւ այսօր համարալ ուշադրությունը գրաված էր հրյա ղեկավարության, որոնք գասկածով եւ վախով կհետևեին իր աշխատանքներուն, իր խոսքերուն եւ բادرվակ մը գտնեին զինք զուգակցելու ճիշտ այնպես ինչպես Հիսուսիներին։ Եվ ճիշտ այնպես ինչպես Հիսուսն նահատակվեցավ, իր կյանքը զոհեց բոլորիս փրկության համար, Ստեփանոս նախավգան եւս իր կյանքի վկայությամբ, ոչ միայն խոսքով, այլ իր կյանքի վկայությամբ իրանցը զոհեց եւ իր վերջին խոսքերը եղան Հայր ցերկերուտ մեջ գավանտեմ հոգիս, ճիշտ Հիսուսին բարերը գրտնեց եւ ներերենց այս մեղքը դարձյալ Հիսուսին բարերը գրտնեց։ Եվ Ստեփանոսի թրվակ երբ կգարթանք, կտեսնենք անոր մեջ իսկապես, որ սովորական անցը չէր, այլ շատ գարթացած, լավադեղյա, քաչածանոթ էր իր ժողովրդի պատմության, Աստծո խոսքին եւ երբ Թադավարությունը դեղի ունենար, հսկա ջարը գարդասանե եւ ամբողջ ջարը Քորսկարակելոցի մեջ գրված է, ուր սկիզբեն կբատնե, թե ինչպես Աստված կորձեց իր ժողովրդի կյանքի մեջ, ինչպիսի հրաշագործություններով Աստված փրկեց ժողովուրդը եւ մարգարեական խոստումները, որոնք Քրիստոսի մասին էին, ինչպես Քրիստոսով իրականացավ եւ սակայն գսե դուք մերժեցիք, չուզեցիք ընդունել եւ այդպիսով մերժած եղաք ձեր հայրերը, ձեր ամբողջ անցյալը։ Եվ երբ այսպես կվգայեր, անշուշտ այս բոլորը քաղցր եւ հաճելի չէին թվեր ղեկավարներուն, որոնք կհանդիմանվեին իրենց խղճի մեջ։ Գիտեին թե ճիշտը կխոսեր եւ գիտեին թե զրբարդություններով զինք ցերպակալած էին, իրավունք չունեին եւ բաժարը չկար զինք ցերպակալելու, բայց եւ այնպես ուզեին լրացնել անոր ցայնը։ Եվ այսպես երբ կարգոծեին Աստվածաշունչի մեջ, Քորսկարակելոցի մեջ մանրամասնություն մը գիշվի, գսվի թե այնտեղ գեցած, մեկ գոմը գեցած Սոս անունով մեկը գար, որ քարգոծողներուն վերարգուները կփռներ եւ իր հավանությունը տված էր, որբեսի սպանեին քարգոծմամբ Սուրբ Ստեփանոսը։ Եվ Սողոս լսած էր Ստեփանոսին վերջին աղոթքը, ցերկերուտ մեջ գավանտեմ հոգիս եւ ներերենց մեղքերը։
Եվ այս խոսքը անարցական չէր մնացած վստահ եմ Պողոս Արաքյալի սրդին հոգվույն ներաշխարի մեջ։ Սուրբ Գրիգոր Նյուսացի հայրաբեդը գսե Ստեփանոսի այս աղոթքին փարերը շատ ավելի գարձր ու զորեղ էին, քան իր վրա նետված քարերը։ Երանելի Օգոստինոս գսե եթե Սուրբ Ստեփանոսին աղոթքը չլար, քրիստոնյա եկեղեցին Պողոս Արաքյալ մը պիտի չունենար։ Հովանես Ոսկեփերան գսե արդար Ստեփանոսը Պողոս Արաքյալին ցանկին ու սրդի մեջ թրոշմված մնաց մինչև վերջ։ Ահա գտեսնենք նահատակին վերջին խոսքերը եւ վերջին աղոթքը քրիստոնյա եկեղեցու դվին Պողոս Արաքյալն։ Որթեև թշնամածած էր իր մահը գուզեր, բայց եւ այնպես դարիներ յետ այդ աղոթքը իր բադասխանը կդավ, երբ Պողոս Արաքյալ Դամասկոսի ջամփուն վրա Քրիստոսի պատկերը տեսավ, գուրցավ, իր աչքերը կոծվեցան եւ սակայն երբ աղոթեցին իր վրա, աչքեր անգամ եւս բացվեցավ եւ դարձավ Պողոս Արաքյալ, հալածիչը դարձավ Քրիստոսի մեծակույն քարոզիչը։ Եվ գտեսնենք այս նահատակին կյանքին մեջ են, որ ամբողջ քրիստոնեության առաջին թարերը իր օրինակով նահատակության դարիներ եղան, թարեր եղան։ Մեկ գայսրը մույս գայսրին հետևեն, հալածեցին քրիստոնեությունը, հրյաներ իրենք եւս մասնակցեցան այդ հալածանքին, նահատակվեցան, հազարներով զոհեր դվին, բայց Դերդուղյանոս հայրաբեդ կսե այդ զոհերուն արյունը կարծեք չրեց հողը եւ այդ հողեն զլարցակվեցան նոր հավատացյալներ, նոր բդուղներ։ Հետևաբար քրիստոնեական բադմության մեջ Ստեփանոսը իր յուրահատուկ տեղ ունի։ Առաջին օրինակն էր Քրիստոսի ետք, որպես Քրիստոսի հետևորդ, թե քրիստոնյա մարդը ինչ բանի պետք է պատրաստվի, ինչպես պիտի ապրի, ինչպես պիտի ծառայե, ինչպես պիտի քարոզե։ Ստեփանոս համարձակությամբ կխոսեր, իմաստությամբ, Սուրբ Հոգիով լեցուն, սիրով կծառայեր աղքատներուն։ Իր գիտելիքները, իր գադարած հրաշքները երբեք չէին հբարդացուցած զինք, ասելու համար, որ ես մանր աշխատանքներով չեմ սպաղիր։ Երթար մանր աշխատանքներն ալին կգներ, աղքատներուն գոքներ կծառայեր։ Եվ այդ համեստությամբ, սիրով եւ իմաստությամբ դարձավ Փարոսի պես լույս եկող սերունդներուն։ Եվ իզուր չէ, որ քարգոծողները չեն հիշվիր, այլ Ստեփանոս կհիշվի։ Իզուր չէ, որ զինք թադաբարդոներուն անունը չենք գարթար Սուրբ Գիրքի մեջ, բայց կգարթանք իր աղոթքով դարձի եկած Պողոս Արաքյալին անունը։ Ահա վասիկ նահատակությունը դարբեր դեղ ունի, սովորական մեռնիլ չէ, սովորական գործվիլ չէ, նահատակությունը ցորենի հադիգի օրինակով, ինչպես այսօրվան ավետարանի մեջ կարդացինք, հողի մեջ ցանվիլ կնշանակե։ Եվ վստահալալ, որ այդ հադիգը մեկի դեղ 30, 60 եւ 100 բդուղ պիտի բերե։ Եվ այսօր մենք հալ գմոդենանք դարվան ավարտին, կպատրաստվենք նոր դարին թիմավորելու։ Քեղեցիկ է Ստեփանոսի այս դոնով ավարտել դարին, որբեսի ամբողջ դարվան մեր վերակաղը ընենք եւ Ստեփանոսի լույսին դակ դիտենք մեր կյանքը 2025 թվականը։ Եվ մենք մեզի հարց տանք, մենք ինչպես ապրեցանք, մենք որուն ծառայեցինք, Աստված ինչ հրաշքներ կործեց մեր կյանքի մեջ, որքան գրցանք սիրել մարդիկը, վկայել Քրիստոսի մասին, ինչ մանր նահատակություններ անցանք, ոչ անպայման ֆիզիկական մայ է, այլ թերևս մեր արժանապատվությունը նահատակեցինք, մեր հբարդությունը նահատակեցինք, մեր համառությունը նահատակեցինք, փոքր զոհություններ ենք, որբեսի ավելի լավ ծառայենք Աստծո եւ ավելի մոդեն ճանչնանք ըստ Քրիստոս։ Ստեփանոսը դարվան այս ավարտին գիշադակվի, որբեսի միևնույն ժամանակ մեր քալիք դարվա ուղեցույցը լա եւ լույսը։ Հիշեցնեմ ես, որ անցյալ դարին կքննենք Սուրբ Ստեփանոսի լույսով եւ գշակեցինք նոր դարին դարձյալ Սուրբ Ստեփանոսի օրինակով, որովհետեւ ինքը օրինակն էր Քրիստոսի։
Բողոս Արաքյալ գսե ինձի նմանեցեք, ես Քրիստոսին կնմանիմ, կփորձեմ անել այդ մեկը։ Գադարյալ չեմ գսե, բայց այդ ընթացքի մեջն եմ։ Թուգալ մտեք գադարելության ընթացքի մեջ Քրիստոսին նմանելու գոչումը ցեր իրագործեցեք դարվեդարի։ Եվ փառք ու գոհություն Աստծո, դարձյալ դարվում վերջը մենք գուքանք շնորհակալություն հայտնելու Աստծո իր բոլոր բարիքներուն համար։ Ու հատկապես այսօր երախտագիտությամբ կլեցվի մեր սրտերը, հբարդությամբ եւ ուրախությամբ կլեցվի մեր սրտերը, եւ կտեսնենք այս խորանը լեցուն Ստեփանոսներով, սարգավակներով։ Ձարայած եմ քաղուտներու մեջ, ուր սարգավակ չենք ունեցած։ Հարկը գիտեմ սարգավակին։ Եվ երբ հանգարց սարգավակ մը գահիտնվեր, այնքան ուրախանայինք, որ այսօր բادرակը քիչ ավելի լավ դիլա, քիչ ավելի ջոխ դիլա։ Եվ ավասիկ 20 ավելի սարգավակ դարձավ։ Իրենց շադությունը, իրենց որակը եւ արժեքը չի նվազեցներ, ընդհանրակը իրարմով ավելի կփայլին, իրարմով ավելի կքաչալերվին, իրարմե ավելի կսորվին եւ իրարմով կբայզարանան ու Աստված կփառավորեն մեր եկեցու մեջ։ Յուրաքանչյուրը իր նկարակիր ունի, յուրաքանչյուրը իր դեղ ունի մեր սրտի մեջ, յուրաքանչյուրը իր կարողություն ունի եւ այս տղակը գիրագի, դոնե, արիթ միշտ կլեցնեն մեր սուրբ խորանը։ Եվ չեն կրնար երևակայել մեր արարողությունները առանց իրենց։ Հետևաբար այսօր սաղավարտը մեր գլուխեն գանենք, իրենց գլուխին գտնենք այս սաղավարտն, որովհետև Ստեփանոս կնշանակե թակ, բսակ։ Այսօր թակով ու բսակով գոժդենք մեր սարգավակները, որովհետև Աստված ինքևս խորհրդանշական այս մեր ժեստի մեջ են իր շնորհքներով բսակեզ իրենք։ Իր օրհնություններով արադացնե իրենց կյանքը եւ Սուրբ Հոգիով առաջնորդե իրենց ծառայությունը։ Սիրելի դղակ, երդասարտներ եւ քիչ մնախկին երդասարտներ, հասուն փորձարու սարգավակներ, որոնք օրինակն են մեր երդասարտներուն, իրենց նայելով գսորվին շատ անգամ շատ մփաներ։ Ոչ միայն կորզնական, այլ ծառայական հոգիի իմաստով։ Իրենց մեջ կան ոմանք դասնամյակներ կծառայեն մեր եկեղեցու, որ համբերադարության, խոնարհության խորհրդանիշ է, հավատքի եւ նվիրումի դարձած ունալու խորհրդանիշ է։ Իսկ ուրիշներ իրենց քայլերը նոր գարնեն, որպես սարգավակ։ Եվ ավասիկ սերունդ թե սերունդ այդ շղթային վրա օղակները կմիանան եւ հայ եկեղեցու պատմությունն է, որ կշարունակվի։ Այս բահը, այս շղթային օղակները հայ եկեղեցու պատմությունն են սիրելներ։ Յուրաքանչյուր բادرակ հայ եկեղեցու կյանքը գերգար է, մեր ժողովուրդը կհավերժացնի։ Ադոր համար թեթևի չենք առներ եւ այս բահը իսկապես մեզ համար արժեքավոր բահ մնե, հուզիչ բահ մնե, որ այս տղակը իսկապես իրենց կյանքը նվիրած մեր եկեղեցու որպես ընձայ են բերած։ Եվ մեր մաղթանք եւ աղոթն է, որ իրենց կյանքի մեջ հաջողություն գտնեն իրենք։ Ըլլան առողջ, իրենց կորձերը հաջող, ամեն մեկ վարգյան, որ կդրամատրեն Աստծո, իրենց կյանքեն յուրաքանչյուր վարգյան, որ կդրամատրեն եկեղեցու եւ Աստծո, թուրս ասված հազարաբադիկով օրհնես իրենք։ Այդ զողությունը, որ հանց ընկառնեն, Աստված հազարաբադիկով փոխարինե։ Մեր խոսքերը պիտի չկարողանան անել այն, ինչ որ Աստծո հոգին եւ շնորհքը պիտի ներենց կյանքի մեջ։ Եվ մենք ունենք փոքրիկ թբիրներ հոս։ Իրենք ալ գնային մեծերուն վարեն գտիդեն եւ վստահաբար իրենց համար մեծ բատկեր մնե մասիգա։ Բայց վաղմիսոր իրենք ալ ոսպիդի գանքնին, ուրիշներ իրենց պիտի դիտեն։ Եվ այս բարի ու քաղցր օրինակը վարագիչ պիտի դառնա սերունդ թե սերունդ։ Թող Աստծո շնորհքը արադանա բոլորիս վրա, բոլորիս մեջ տնե Ստեփանոսի ծառայության, սիրո եւ վկայության հոգին, առավել եւս մեր սարգավակներուն ուժ եւ կարողություն շնորհե, որովհետեւ այս խորանի վրայեն խունգը շարունակե մխալ առասված բարձրանալ, որովհետեւ այս խորանի վրայեն Քրիստոսի լույսը մոմին մեջ են հիշադակե մեզի, որովհետեւ այս խորանի վրայեն
քշոցները հրեշտակներու թևերը բերնեն մեզի եւ երկրի միացնեն։ Եվ այսպիսով մեր պաշտամունքները, մեր արարությունները, մեր բادرակները, մեր դոները ավելի լան զարգուն, ոգեշնչիչ եւ հոգեբարար։ Ձեր վարձքը գդար դղակ Աստված օրհնե եւ ահաբանալա ձեր բոլորին։ Նաև վարձ կգադար եկեղեցուց դեսուչին եւ հոգեվոր հովիվին, հայր կարեկինին, դերդաթևին, որոնք գեհդևին դղոց աշխատանքներուն սորվեսնեն, գոքնեն, գարաշնորթեն եւ ահավասիկ այս եկեղեցին միասնապար այդպես Աստված կփարավորե բادرակներուն եւ արարության մեջ են։ Օրհնյալը լակ եւ ծեր վարձ կգադար։